Ապրիլի 22-ն է։ Ապրիլի 22-ի երեկոյան Հրազդանի գետում հայտնաբերվել է D։ Գետի վարարման պատճառով անհրաժեշտ է եղել հատուկ փրկարարական ջոկատի օգնությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է, որ փորձում են պարզել քաղաքացու ինքնությունը։ Նաև ոստիկանության տարբեր բաժանմունքներում աշխատանքներ են իրականացվում պարզելու համար քաղաքացին կար արդյոք անհետ կորած եւ որովողների շարքում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, հայտնել է արտգործնախարարության փոխնախարար Վահան Կոստանյանը։ Մայիսի 3-ից 4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, այդ թվում Ֆրանսիայի նախագահի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մասնակցել է կուսակցության նիստին։ Ապրիլի 17-ին դատարանը երկարաձգել էր նրա տնային կալանքը 3 ամսով, սակայն միևնույն ժամանակ վերացրել հրապարակային խոսքի արգելքը, թույլ տալով, որ նա հարցազրույցներ տա, հանդես գա հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը, խաբելով դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված իր ֆրանսերեն ուղերձում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին Սարգիս Կարապետյանը. «Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին անվանում եք ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի, հարձակվելով մեր եկեղեցու, Սփյուռքի եւ նրա քաղաքական հակառակորդների վրա», հավելել է Կարապետյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ եթե Մակրոնի համար կարևոր են դեմոկրատական արժեքները, ապա նրան հրավիրում են տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի հետ հանդիպման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին որոշումը ներկայացրել է իբրև պատասխան պակիստանցի միջնորդների խնդրանքին, այլ ոչ թե որպես հակամարտությունը շարունակելու դժկամություն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով էլ շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են իրանական 29 նավ։ Հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը շարունակում է ուժի մեջ մնալ եւ հերքել այն խախտելու մասին հաղորդագրությունները։ Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ, որը նախատեսվում է անցկացնել այս շաբաթվա վերջին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Ըստ նրա, չնայած Իրանը բանակցային գործընթացին մոտեցել է բարի կամքով եւ լրջությամբ, սակայն ամերիկյան կողմը դրսեւորել է անլուրջ վերաբերմունք, անընդհատ փոփոխելով իր դիրքորոշումները։ Բաղային շեշտել է, որ Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում եւ որակվում որպես ագրեսիվ գործողություն։ Իրանական կողմը Իսլամաբադ մեկնելու որոշում կկայացնի միայն այն դեպքում, եթե դա բխի երկրի ազգային շահերից, սակայն այս պահին դեռևս հստակություն չկա, ասել է նա։ Այս ֆոնին Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն Իսլամաբադում հանդիպել է Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամի հետ։ Քննարկումների առանցքում եղել է տարածաշրջանային իրավիճակը եւ դիվանագիտական ջանքերի համակարգումը։ Իրանը կրակ է բացել Հորմուզի նեղուցում գտնվող 3 նավերի ուղղությամբ եւ առգրավել է եւս 2-ը, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։ Հորմուզի նեղուցում առնվազն 3 բեռնատար նավեր ենթարկվել են հրաձգության։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը կալանավորել են 2 նավերը նավագնացության կանոնները խախտելու պատճառաբանությամբ եւ դրանք տեղափոխել են Իրանի ափեր, հայտնել է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Հնարավոր չէ վերաբացել Հորմուզի նեղուցը հաշվի առնելով հրադադարի բոլոր բացահայտ խախտումները, հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այդ խախտումները ներառում են ԱՄՆ ռազմածովային շրջափակումը իրանական նավահանգիստների նկատմամբ, ինչը ըստ նրա հավասարազոր է համաշխարհային տնտեսությունը պատանդ վերցնելուն։ Ներառված է նաև Իսրայելի կողմից իրականացվող պատերազմական հրահրումները բոլոր ճակատներում։ Ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ-ին եւ Իսրայելին Ղալիբաֆը X-ում գրել է, որ նրանք չհասան իրենց նպատակներին ռազմական ագրեսիայի միջոցով եւ չեն հասնի նաեւ բռնապետության միջոցով։ Միակ առաջընթաց ճանապարհը իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումն է, հավելել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը։ Նշվում է, որ այդ անձինք կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ Թուրքմենստան։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն էլ տեսանյութ է տարածել, որտեղ նշվում է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական գործողություններ մղելու բարձր պատրաստականության վիճակում։ Ամերիկյան զորքերը Իրանի հետ հրադադարի ժամանակ օգտագործում են բարձր պատրաստվածության վիճակում մնալու, վերազինվելու եւ մատակարարումներն ապահովելու համար։ Մենք ճշգրտում ենք մեր մարտավարությունը, մեթոդները եւ ընթացակարգերը։ Աշխարհում չկա այլ բանակ, որը հարմարվում է այնպես, ինչպես մենք, հայտարարել է կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը։ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները Հեզբոլահի դեմ վերջին պատերազմում վնասել կամ ավիրել են ավելի քան 62,000 բնակելի միավոր երկրում։ Սա Լիբանանի կառավարության գնահատականն է։ Պատերազմի մոտավորապես 1.5 ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 21700 ավերված բնակելի միավոր եւ 40500 վնասված բնակելի միավոր։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գիտական հետազոտությունների ազգային խորհրդի ղեկավարը։ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 2400 մարդ, իսկ ավելի քան 1 միլիոնը տեղահանվել է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող Հեզբոլահը մարտի 2-ին ներքաշեց երկիրը Մերձավոր Արևելյան պատերազմի մեջ։